2014 թվականի ավարտին ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման ազդարարեց Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմի ավարտը, հայտարարելով, թե 13 տարի տևած աֆղանական պատերազմն ավարտված է։ Սակայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հայտարարում են, թե 2015 թվականի սկիզբը չի նշանակում ամերիկյան օժանդակության ավարտ, ինչպես Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին է ասել, դեկտեմբերի 31-ն ամենևին չի նշանակում, որ մենք այստեղից լիովին հեռանում ենք։ Այստեղ մնացած ամերիկյան ավելի քան 10,000 զինվորականները պիտի շարունակեն օժանդակել Աֆղանստանի զորքերին մարզումների և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Իսկ այս օժանդակության կարևորությունը այսօր ավելի է ընդգծվում, երբ Թալիբանն ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում է իր հաղթանակը և նոր հարձակումներ իրականացնում տեղի ուժերի ուղղությամբ։ 2014 թվականից ԱՄՆ-ի համար 2015 թիվ է փոխանցվել նաև Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարը շարունակելու պարտավորությունը։ Մյուս ամենակարևոր հարցը Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է։ ԱՄՆ-ն պիտի շարունակի ջանքերը, որպեսզի աշխարհի գերհզոր մյուս 5 պետությունների հետ միասին կարողանա հուլիս ամսին համաձայնության գալ Իրանի հետ անցկացվող բանակցություններում։ Սակայն Կոնգրեսը, որտեղ 2015 թվականին արդեն մեծամասնություն են կազմում հանրապետականները, կարող է ձգտել Իրանի դեմ նոր պատժամիջոցների, ինչը շատերի կարծիքով կարող է բացասաբար ազդել բանակցային գործընթացի վրա։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ամերիկյան պատժամիջոցներն այստեղ էական նշանակություն ունեն, քանի որ դրանց արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը կրում է մեծ կորուստներ ի պատասխան Ուկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության, բայց մեր նպատակը Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելը չէ, ասում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Էրիկ Ռուբինը, ում խոսքերով որևէ մեկը չի ցանկանում վերջ դնել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Վաշինգտոնն էլ հայտարարում է, թե պատժամիջոցները կմեղմվեն, եթե իշարս այլ պայմանների Ուկրաինայի տարածքից դուրս բերվեն ռուսական բոլոր զորքերը։ 2015 թվականի խնդիրների շարքում չի կարելի անտեսել Հյուսիսային Կորեան, որի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին հրահանգով նախագահ Օբաման հանդես եկավ նոր տարվա 2-րդ օրը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։